Ռեսուրսների արդյունավետ հավաքագրումն ու ծախսերի կառավարումը, համակարգային ռիսկերի գնահատումը դիտարկվում են խելացի եւ ճկուն տնտեսություն կառուցելու հիմնարար նախադրյալներ։ Իսկ ինչ խնդիրների են բախվում տնտեսությունում արժեք ստեղծող փոքր ու միջին ձեռնարկատերերը, գյուղատնտեսները։ Այս հարցերի շուրջ էր քննարկումը էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը։ Իմ նպատակն է այսօր, որպեսզի լսեմ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ձեր հարցերը լսեմ, ձեր խնդիրները լսենք մեր ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին, թե ինչ խնդիրներ կան դեռևս չլուծված կամ ինչ հարցեր կան։ Կլինեմ շատ անկեղծ, չեմ խոստանում, որ բոլոր հարցերին հիմա կկարողանամ պատասխանել։ Արտադրական պոտենցիալի ընդլայնման եւ մրցունակության բարձրացման կարևոր գործոն են համարվում պետական աջակցության ծրագրերը։ Մարզի արտադրական ճյուղերին, գյուղատնտեսության ոլորտին ուղղված 2018-ից 26 թվականներին իրականացված ծրագրերը Շիրակի մարզպետը համարում է արդյունավետ։ Մոտ 4 միլիարդ 500 միլիոն դրամ էր աջակցման ծրագրերով Շիրակի մարզին հատկացված, որի մեջ մտնում են բնականաբար տեխնիկայի լիզինգի տոկոսների սուբսիդավորումը, որի մեջ մտնում էր խելացի անասնագոմեր, մեղվապահության ծրագրեր, բազում այլ ծրագրեր կան, որոնք գումարի մեջ էին մտնում ու ընդհանուր առմամբ 4 միլիարդ 500 միլիոն։ Շատ ընդդիմադիր գործընկերներ, որոնք Գյումրու կամ Շիրակի մարզի մասին խոսելուց նշում են, որ կառավարությունը պետք է աշխատատեղեր բացի, կառավարությունը աշխատատեղեր ոչ թե բացում է, այլ գործարարներին ստեղծում է հարմարավետ պայմաններ զարգանալու ու նոր աշխատատեղեր բացելու։ Ներկայում պետական աջակցության 22 ծրագիր է իրականացվում, որից 12-ը գյուղաջակցությանն են ուղղված։ Շիրակի մարզի համար զարգացման հնարավորություններ ունեցող են համարվում անասնապահությունը, հացահատկի մշակումը, կարտոֆիլագործությունը եւ բանջարաբուծությունը։ Գյուղատնտեսական աշխատանքների եռուն սեզոնին հողագործները բախվում են պարարտանյութերի ձեռքբերման խնդրին, իսկ տնտեսությունների օժանդակելու միջոց կարող է լինել գների սուբսիդավորումը։ Զենայ կապված պարարտանյութի սուբսիդավորման ծրագրի հետ իմանանք, թե այն մարդիկ, ովքեր արդեն ձեռք են բերել պարարտանյութ, այդ մարդկանց վերաբերում է ծրագիրը եւ ենթադրենք կա կոնկրետ քանակ նշված։ Ցավոք սրտի այն ընկերները, որոնք որ արդեն իսկ գնել են, իրենց չի վերաբերվում է այն մարդկանց, որոնք որ նոր պետք է գնեն։ Հիմա պայմանների մասին։ Պայմանը այսպեսին է, մեկ շահառուին տրամադրում ենք մինչև 30 հեկտարի չափով աջակցություն։ Օրինակ, եթե քաղաքացին ունի 40 հեկտար հող, իրեն 30 հեկտարի չափն ենք աջակցում, ամեն հեկտարին 500 կիլոգրամ։ 8000 դրամից ավել սուբսիդավորում ենք, բայց ոչ ավել 3000 դրամ։ Պարարտանյութերի շուկայում վերջին տարում արձանագրված գնաճը զգալիորեն բարդացրել է տնտեսվարողների վիճակը։ Էկոնոմիկայի նախարարը թանկացումների հիմնական պատճառը նշում է աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև համընդհանուր գնաճը, որը արձանագրվում է տարբեր երկրներում։ Մինչև 30%-ը աշխարհի մակարդակով էներգակիրների մատակարարվում է եւ պարարտանյութի մատակարարվում է հենց պարարտանյութի Հորմուզի նեղուցով։ Այս գնաճը բացարձակապես կապված է աշխարհաքաղաքական զարգացումներով, որևէ կերպ մեր տնտեսական հարաբերությունների հետ կապ չունի։ Անասնագլխաքանակի նվազումը մյուս մտահոգող խնդիրն է, որ կա մարզում։ Անցյալ տարի շատ տնտեսություններում գրանցված խոշոր յաջրավորների դաբաղով վարակման անկման դեպքերի պատճառով խոշոր յաջրավորների գլխաքանակը խիստ պակասել է։ Արոտի շրջանում տնտեսությունների համար առաջնահերթ է դառնում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը։ Անցյալ տարի դաբաղ հիվանդությունն ընկա, մենք պետության կողմից ոչ մի աջակցություն չենք տեսել։ Այստեղ սա առաստապա մարդիկ է, թող մեր երկիսի որ չի դուր։ Մենք այս տարի բավականին շատ գումար ենք ծախսել, որպեսզի այն պատվաստանյութը, որը հիմա արդեն սկսել են պատվաստել, կամ միգուցե դեռ չեն սկսել, ձեր մոտ կարողա դեռ սկսել եք, շատ լավ է ուրեմն։ Ինքը բոլոր այդ շտամների դեմ պայքարի։ Այսինքն այդ ամիսների աշխատանք է, նախ գիտական աշխատանք, հետո գիտաարտադրական ընկերությունների հետ աշխատանք։ Նախարարը նշեց, որ Շիրակի մարզի համար մշակվում է անասնապահության զարգացման նոր պիլոտային ծրագիր, ներառելով նաև կաթի արտադրության եւ իրացման ոլորտները։
Տնտեսվարողները, որոնք զբաղվում են խոզաբուծությամբ, տավարաբուծությամբ եւ ոչխարաբուծությամբ, հետաքրքրված էին խելացի անասնագոմերի կառուցման, անասնագլխաքանակի մատչելի ձեռքբերման հնարավորություններով։ Բացի գյուղատնտեսությունից կարևոր է մարզում արտադրական պոտենցիալի ակտիվությունը։ Մասնավորապես տեքստիլ եւ վերամշակող արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնեցին արտադրական տարածքների ընդլայնման, հումքի ձեռքբերման համար մաքսատուրքերի նվազեցման, ինչպես նաեւ իրացման հետ կապված խնդիրները։ 2 տարի ու կես կզբաղվեմ երկրորդային հումքի վերամշակումով, մասնավորապես աբագյա տարաներ, պլաստմաս, ցելոֆան, ստվարաթուղթ, մոտ 1200 տոննա, մասնավորապես Գյումրիից, վերամշակել, տեղափոխել եմ Երևան, հանձնել եմ, հիմի ես կարող եմ ավելի շատացնել, մոտավորապես տարեկան հասցնել 3000 տոննայի թափոնների վերամշակում, ակնկալում եմ պետական աջակցություն։ Առաջինը, ձեզ հումքի վերամշակման համար, որպեսզի մեծացնեք ձեր կարողությունները, ամենայն հավանականությամբ պետք է լինելու սարք-սարքավորումներ։ Եթե բերեք երրորդ երկրներից, էական չի, Միացյալ Նահանգներից Կանադա, թե Գերմանիա կամ Ֆրանսիա, թե Չինաստան, Ճապոնիա կամ Հարավային Կորեա։ Դուք ըստ գործող օրենսդրության պետք է վճարեք մաքսատուրք։ Քանի որ դուք արտադրական գործունեությամբ եք զբաղվում եւ թափոնների վերամշակմամբ եք զբաղվում, ապա մենք կաջակցենք ձեզ եւ ձեզ կազատենք մաքսատուրքից։ Երկրորդը, մենք ձեզ կօգնենք, որպեսզի դուք ավելի մատչելի պայմաններով ֆինանսական ռեսուրսներ ստանաք։ Քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու դիտարկումները արձանագրվեցին հետագա ուսումնասիրության վերլուծության համար։ Նաև տեղում արդեն հանձնարարականներ եղավ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։